Ոնց սովորել մաքսիմալ արագ ու օպտիմալ ձևով տուրնիկ անել։ Մոտեցումը նույնն է լինելու համ կանանց, համ տղամարդկանց համար։ Եթե դու ոչ մի հատ տուրնիկ չես կարող անես, ամենաառաջին հերթին քեզ պետք է լինելու բավականաչափ ուժեղացնել այն մկանները, որոնք պատասխանատու են այս շարժման համար։ Ինչը անելու համար քեզ պետք է կատարել այս նույն շարժումը նես դիմադրությունով, որը քո համար հնարավոր է անել։ Միանգամից ասեմ, որ սենց ռեզինով տուրնիկ անելը ամենաքիչ էֆեկտիվ տարբերակներից է, որովհետև այն ունի ascending resistance profile, ինչը նշանակում է, որ այն ամենադժվարն է վերևում, սակայն ամենաներկևի դիրքում դիմադրությունը շատ քիչ է։ Այս խնդիրը է, որովհետև ամենաներկևում, երբ մենք նոր սկսում ենք շարժումը, ամենալավ լծակը ունեն կրծքամկանի ներքևի մկանաթելերը, սակայն քանի որ այս դիրքում դիմադրությունը շատ քիչ է, իրանք լավ աճի ստիմուլ չեն ստանալու։ Սրա փոխարեն կարելի է անել նենց վարիացիա, որտեղ դիմադրությունը չի փոխվում շարժման ընթացքում, օրինակ leg pull down-ներ կամ machine assisted pull-up-ներ։ Սակայն իմ կարծիքով ամենաօպտիմալ տարբերակը այդ մի ձեռքով pull down-ներ անելն է։ Պատճառը այն է, որ երբ մենք վարժություն անում ենք մի ձեռքով, այլ ոչ թե երկուսով միևնույն ժամանակ, մեր ուղեղը կարողանում է ավելի մեծ թվով մկանաթելեր ակտիվացնել աշխատող մկաններում։ Սրա հաշվին մենք կարանք ավելի արագ մկանային աճ ապահովենք ու նաև զարգացնենք մեր մկանները ակտիվացնելու ունակությունը, ինչը նյարդային համակարգի ադապտացիաներից մեկն է։ Ինչը վերաբերվում է կրկնությունների ու մոտեցումների քանակին, մաքսիմալ ուժը զարգացնելու համար ծանր քաշերով քիչ կրկնությունները ամենաօպտիմալն են։ Ես իմ մարզիկներին սովորաբար cluster set-եր եմ տալիս, որի պրինցիպը հետևյալն է։ Ընտրում ենք նենց քաշ, որով ամենաշատը 5 կրկնություն կարանք անենք, ու այս քաշով անում ենք մի 4-5 մոտեցում 2-3 կրկնությունով։ Քանի որ քաշը բավականաչափ ծանր է, այս մոտեցման ամեն արած կրկնությունը մկանային աճի ստիմուլ է առաջացնելու։ Սակայն քանի որ մենք այս մոտեցումները մինչև հատկած չենք հասցնում, այլ 1-ից 3 կրկնություն մինչև հատկած ենք անում, վերականգնման տեսանկյունից այս խնդիր չի առաջացնելու, ու մենք հանգիստ կարանք 4-5 մոտեցում անենք, շատ մկանային աճի ստիմուլ ու նյարդային համակարգի ադապտացիաներ առաջացնելով։ Այս ցանկալի է անել որպես պարապմունքի առաջին վարժություն, որպեսզի հնարավորինս թարմ լինեք ու մոտեցումների արանքում հանգստացեք այդքան, ինչքան ձեզ պետք է։ Cluster set-երի դեպքում սովորաբար շատ երկար հանգիստ հարկավոր չի։ Այս պետք է անել շաբաթը 2-3 անգամ։ Շաբաթվա գոնե մի պարապմունքին կարաք ձեր առաջին մոտեցումը մինչև հատկած հասցնեք, ուղղակի որպեսզի իմանաք, թե քաշը դեռ բավականաչափ ծանր է ձեր համար, թե ոչ։ Եթե 5-ից ավել կրկնություն եք կարողանում անել այդ քաշով, ապա այն ծանրացնելու ժամանակն է, որպեսզի cluster set-երը էֆեկտիվ մնան։ Եթե դուք բավականաչափ ուժեղանաք, որ արդեն կարողանաք ձեր առաջին տուրնիկը անել, կարաք single arm pull down-ները փոխարինեք տուրնիկով, որպեսզի այս շարժման կոորդինացիայի ադապտացիաները մաքսիմալ արագ զարգացնեք։ Եթե ձեր նպատակը մաքսիմալ քանակի տուրնիկ անելն է, ուղղակի աշխատեք ձեր մարմնի քաշով քանակը ավելացնելու վրա, իսկ եթե դուք ուզում եք մաքսիմալ ուժեղանալ տուրնիկի վրա, կարաք նույն cluster set-երի մոտեցումով առաջնորդվեք ժամանակի ընթացքում քաշ ավելացնելով։